Բարև սիրելիներս, այսօր որոշեցի պատրաստել արագ կերակուր եւ արագ կերակուրը որն է, կարող եք ասել պիցան։ Որոշեցի պատրաստել պիցա եւ երկու պիցա, մեկը շորիզոյով, պեպերոնի, դուք պեպերոնի եք ասում, մյուսը ալզասիեն, բեկոնով, սոխով եւ թթվասերով։ Եվ իմ այս հրաշալի սարքով։ Դե գիտեք արդեն բոլորդ ինչ է պետք, ալյուր, ձեթ, շաքարավազ, դրոշ եւ ջուր է պետք, բայց ջրի տեղը ես օգտագործում եմ կաթ, որովհետեւ արդեն ձեզ ասել եմ, ավելի փափուկ է լինում։ Խմորը արդեն պատրաստվեց, ես այն մի քիչ ավելացրեցի կաթ, որովհետև զգացի, որ մի քիչ չորոտ էր, ընթացքում կարող եք ավելացնել մեքենայի մեջ եւ դուք ինքներդ արդեն տեսնում եք թե ոնց, եւ իմ խմորը եղավ շատ փափուկ խմոր, ոնց որ մաման է ասում, ձեռու ոտի չէր կանգնում եւ հենց դա էր պետք։ Հիմա ես այն կթողնեմ, կհանգստանա եւ կգնամ իմ գործերով։ Շատերը կմտածեն, կասեն, կինով, մեկը կեսը ռուսերեն բառեր ասում, կեսը Նրանք ովքեր նոր են եկել իմ ալիք, մեր ալիք, քանի որ ասում եմ մեր, որովհետև սա մեր թիմն է, մեր հսկայական բանակն է, երեք մի հատ բանակ ունեմ, բոլորը կնախանձեն։ Ուրեմն ես խոսեմ այնպես, ինչպես խոսացել եմ իմ տանը։ Ես կօգտագործեմ ռուսերեն բառեր, ես կօգտագործեմ մեր լեննականի մամայի, տատիկիս, պապայիս այդ բառեր, որոնք որ լսել ենք մանկուց, նրանք ովքեր կներվայնանան եւ ներվային են եւ չեն սիրում այդպիսի բառապաշար, խնդրում եմ ազատեք դահլիճը եւ թողեք մեզ մեր թիմի հետ եւ եղեք մի քիչ պարզ, եղեք մի քիչ անկեղծ, չեմ ասում անկեղծ ինչ ունեք չունեք ձեր ամբողջ այից մինչեւ Z ցույց տակ, եղեք անկեղծ, եղեք ինչ ասեմ, ոնց կաք Ստեղ ոչ մի ամոթ բան չկա, որ երեխայից սիրում ես, ասես, վայ մեռնեմ կյանքից, սիրտս, սրտիկս, կյանքս, ստեղ ոչ մի բան չկա ամոթ, որ ասում եմ երեխեք զավտրիկ, ինչ եմ ասում նախաճաշ, գիտեք ինչ, ժողովուրդ ջան, ես այդ տիպի մարդիկ, ովքեր ընկնում են այդ բառերի հետևից, բառախաղեր են անում, իմացեք, որ դրանց նման ոչ ինքնահաստատված մարդիկ չկա Այսինքն իրենք իրենց կյանքում ոչ մի բան չեն արել։ Ես շատ շուտ ունեի ավուան, ավսյանկայի աման։ Ուր է իմ ավսյանկայի ամանը։ Քինուա է պետքը զանգել քրոջս ասեմ նա բերի ավսյանկայի ամանը։ Ես ահագին բաներ չունեմ երեխեք ջան։ Ուրեմն գնել եմ ավսյանկա ֆլոկոն դավուան ֆրանսերեն Ինչ հնչու, պետք է պատրաստել լավ խմորերը, միասին պատրաստել խմորերը, դիետետիկ, էներգեետիկ, սուխայիների տիպի և կպատրաստենք այն միասին սիրելիները, խոստանում եմ։ Այդ օրը կլինի Անահիտի բաղադրատոմսներից մեկը։ Ասեմ ձեզ, որ ես հաճախակի նրանք ովքեր չեն ճանաչում իմ անունը Անահիտ է, ես բնակվում եմ Ֆրանսիայում, արդեն երկար տարիներ եւ զարմանում եմ, որ մարդիկ 10 տարի ապրում են, 15 տարի փոխում են իրենց ակցենտները, մանավանդ Երևանի աղջիկները կանայքը եւ ամուսինս ֆրանսիացի է, ունեմ մի տղա,
Անահիտ Դավոյան, բարև ձեզ Անահիտ ջան, դուք նոր եք իմ ալիքում, ձեզ բարի գալուստ Անահիտ վլոգ եւ ես շատ ուրախ եմ, որ ձեր գեղեցիկ բարերի համար։ Ես ուրախ եմ, որ մեր թիմ ավելացավ մեկը դրական, եւս մեկը դրական եւ համալրվեց մեր բանակը։ Ես ուրախ եմ, որ դուք էկրանից են կողմ տեսնում եք եւ ճիշտ ընկալում եւ գնահատում։ Ես ուրախ եմ ձեր գեղեցիկ կոմպլիմենտների համար, ձեր կոմենտների համար, սիրելիներս, չմոռանաք լայքերը։ Ես հետ եկա եւ պետք է բուրըն մենք սկսենք բարձրանալ։ Ժողովուրդ 9500 լիրա կանգնել եք, ձեզ տեսնենք, կիսվեք, խոսացեք։ Եթե իհարկե կցանկանաք տեսնել, սովորեն ինչ-որ մի բան։ Ձեր Անահիտը ինչին ես եկա, կտեսնեք հաճախակի, բնականաբար ես պետք է ճաշ պատրաստեմ իմ խոհանոցում։ Ասեմ ձեզ սիրելիներս, որ ես այն ֆանատներից չեմ կամ այն սուտ սիրահար խոհանոցների, որ ամեն ինչը անում են, որպեսզի իրանք աուդիտորիա հավաքեն։ Ես խենթանում եմ խոհանոցի համար, խոհանոցը ինն է։ Ես ուրախ եմ, բայց ասեմ ձեզ, այդ 80% չեմ հավատում։ Չեմ հավատում։ Գիտեք ինչ երեխեք ջան, խոհանոց սիրողի շարժումները դու արդեն նկատում ես։ Խոհանոց սիրում է իմ մայրիկը։ Խոհանոցը ինքը պատրաստում է հանգիստ, կամաց, իմպրովիզացիա, անում է իր համար, երգելով։ Ես պատրաստում եմ շատ լավ, ասեմ ձեզ, ոչ մի բան չկա իմ համար, որ օբստակլ է, որ ես ասեմ չեմ կարող, բայց я ненавижу։ Ինչու։ Ես չեմ սիրում միտեղ կանգնել, ես պիտի անդադ շարժվեմ, հետո դրանից պիտի հավաքեմ, ինչ ճշմարտությունն է այդ եմ ասում։ Ես գեղեցիկ պատրաստում եմ, ես կարող եմ անմիջապես տեսնել եւ սովորել, բայց որ ասեմ այտենց խենթանում եմ խոհանոցի համար սուտ կլինի։ Ինչ եմ սիրում, տեսնում եք ես։ Ես իմ կյանքում սիրել եմ շարժվել, բայց ես նաեւ շատ եմ սիրում իմ տունը, իմ ույուտը։ Ես դուրս այդքան չեմ սիրում, պարտեզ չեմ սիրում եմ նայել, վայելել, բայց բանը, ինչ-որ մի բան ցանել, ծաղիկ եւ այլն ոչ։ Ես սիրում եմ իմ տան դեկորացիա անել, սիրում եմ ամեն ինչը տեղը տեղին լինի, ինչ եմ սիրում եմ, որ ասեմ ճանապարհորդել սուտ կլինի, այնքան եմ ճանապարհորդել, այն որ sense լիմիտս լրացել է, այլ ինչ եմ սիրում, ժողովուրդ ջան, ձեզ եմ շատ սիրում։ Կմիանամ մեքենայի մեջ, որ պետք է գնամ տեսնեմ իմ ընկերուհուն, գնամ մի հատ սուրճ կխմեմ իր հետ, այսօր ասեց արի իրար հետ հաճտնենք, ասեց չէ, ուշ է արդեն խմոր եմ արել։ Քույրս ա գալու, միասին պիտի ճաշենք։ Այդպիսի բան էր սիրելիներս։ Հա, մեկ մի բան ասեմ ձեզ։ Ուրեմն նրանք ովքեր ինչ չեն ճանաչում, իմ բլոգը ընտանեկան բլոգ է համարում, բայց քանի որ ընտանիքը նշանակում է ընդհանուր տանիք, ես նկարում եմ իմ ընտանիքի անդամներին, այսինքն տղայիս, հարսիկիս, ամուսնուս, մամային, որ ապրում ենք մեր մի կրիշայի տակ, տանիքի տակ, բայց եթե կան եւ ընկերներ ունեն, որոնք ցանկանում են նկարել, ընկերներ ունեն, որ չեն ցանկանում նկարվել, իմ ընտանիքի անդամներից կեսի շատը չեն ցանկանում նկարվել եւ ես հարգում եմ իրենց, որովհետեւ մարդուն դա կապ չունի, ծնված երեխայից մինչեւ մեծ հասակը պետք է հարգենք եւ սիրենք սիրելիներս, ոչ թե ստիպենք, ընտեգետի նման ասում ակո մամային դու սիրում ես, մենակ ահացնում կամ մենակ ահապրում, ինչ ասես այդ տիպի մտավոր հետամնացներին, ոչ հիմա չես կարող ասել, ուղղակի պիտի ծիծաղաս անցնես, եթե ձեր համար սիրելը բանն է, ինչ են ասում, կատրժնիկի պես պահել, այսինքն վզին հետ գցել մի բան ու պահել, ասել դու պիտի էս անես, դու պիտի ուտես, դու պիտի կանգնես, դու պիտի պարկես, ութն արդեն գնում ես քնելու։ Եթե դա է ձերը, արեք ձեզ ինչպես դուք ցանկանում եք, բայց ես ձեզ մենակ մի բան կասեմ, սիրելի տգետ կին, մենք արդեն այն դարն ենք, որ բժիշկի գնալու կարիք չունենք, այսինքն չատ GPT-ին հարցնում ենք, ինչ ասում ենք անում է, մի քիչ զարգացեք, մի քիչ առաջ գնացեք, ես իմ նման հայ կին, երևի ինչ ասեմ, Հայաստանում էլ շատ չես գտնի, այսինքն պահպանելով իր տրադիցիան, պահպանելով իր հարգանքը, իր ընտանիքին սերը, ես չորրորդն եմ մեր ընտանիքի, ինձ այնստեղ եղբայրս է, ես մինչև օրս իմ մեծ քույրերի գլուխ եմ իջացնում իրենց առաջ։ Հասկանում ես, գետքին։ Այնպես որ եկեք չանդրադառնանք այդ հարցին, ուղղակի ձերի հետ ուղարկեցի քեզ բան այդ ինչ են ասում, մեսաժ, որպեսզի մի քիչ զարգանաս, եթե չես կարող զարգանալ,
այդ ժամանակ արդեն ինչ էլ ասել մամային, մոլախոտներին են հանում են, հնձում են ու գնում է։ Դու էլ կընկնես այդ մոլախոտների մեջ։ Այդպիսի բաներ սիրելիներս, դելա գնացինք շատ խոսացի ձեր հետ, հիմա անցնեմ ես մի հատ իմ բյուրոյում բավականին աշխատանք ունեմ եւ ժամը 10-ն է մեր մոտ, ժամը 10:15 դուրս կամ 10:15 մնացինք կես ժամ, երեխեք, գնացինք անջատեմ ապարատ, այս ապարատը ինքն իրան անջատում է, երեխեք ջան, ասեմ ձեզ իմացեք, ինչ կա իմ մոտ ինքն իրան անջատում է, ինքն իրան զնգում է, այս հայկական սրճի ապարատը ծնգում է, սա ծնգում է, մինջան ծնգում է, տերմոմիքսը ծնգում է, ալկլադը ծնգում է, անգամ տգետներ կան իմ ալիքում, դրանց ուղեղնել է ծնգում, գնացինք։ Ահա ժողովուրդ ջան, մի հատ նայեք էլ ինչ լավ ուր է։ Հիմա մի հատ գազը հանենք։ Ասել մամային խմորը պետք է ոտու ձեռի չգա։ Քանիստ է 11-ից կես է, թողնեմ մի քիչ էլ հանգստանա եւ սկսեմ արդեն իմ զագադովկան։ Ժողովուրդ ջան, ես մի հատ էս զանը մաքուր է, երեքին ամբողջությամբ հատակը լվացրել, ուղղակի մի հատ։ Հիմա պետք է գնամ բյուրո եւ մոռացել եղեք, մտա բյուրո, հիշեցի, որ ես ունեմ բավականին հաշվապահական բանկային սիստեմի հետ կապված գործեր։ Հիմա եթե ես հասցնեմ այն կանեմ, գոնե կես ժամ ահագին առաջ կտամ գործում։ Ժողովուրդ ջան, եկավ ձեր Անահիտը չկան այստեղ։ Вот это да. Սա գնում այստեղ։ Այ։ Սա գնում այստեղ, սա գնում ուղարկելու։ Ուշացա, պատկերացրեք չեմ զգացել ժամը ոնց է անցել, հեռախոսով էի խոսում և արի ուտես, որ արդեն ուշացել եմ մազերս բիզբիզ, փակվեց, հայ գնացինք, դե ինչ սիրելիներս, ձեր Անահիտը վազքի մեջ, կրուկ տամ ստերից, մեր ասեն զարմիով գնանք, իմ հարևանուհին է ինձ անդադ զանգում։ Մի քիչ էլ մեր բնությունը ցույց տամ ձեզ ժողովուրդ ջան, գիտեմ որ շատերդ կարոտել եք։ Ահա մեր ճանապարհները, նրանք ովքեր չեն ճանաչում։ Ուրեմն մեր մոտից ամենամոտիկ խանութը, որ պետք է ես գնումներ կատարեմ, 14 կիլոմետր է։ Բայց ես գնում եմ մի կողքի քաղաքը, որը 25 կիլոմետր է, որովհետև այնտեղ ավելի շատ կան բաներ, այսօր չմոռանամ ամուսնուս համար բան պետք է գնեմ։ Հիմա ես այսօր այս առավոտյան այս ուղղությամբ է գործերս, ճաշից հետո այն ուղղությամբ է գործերս լինելու, միանգամից ուզում եմ մի քիչ գնումներ անել, տեսակ երեկվա բլոգի մեջ հավես չունեցա գնումներ կատարեմ, նախ նույն խանութն է չնայած, բայց արդեն որ դու ճանաչում ես քո քաղաքի խանութը, միանգամից հենց էլ կարիք չունես անգամ լիստի, բայց ես խորհուրդ կտամ բոլորիդ, եթե գնում եք առևտուր անելու, գնումներ անելու, թեկուզ փոքրիկ գնում եք անում, անպայման գրեք թե ձեզ ինչ է պետք, որովհետև գնում եք խանութ եւ ամեն ինչ գնում եք, բացի նրանից, որ ձեզ պետք է։ Եկեք ասեք, որ սխալ եմ ասում, որովհետև մի վարքյան, որովհետև կնոջը ամեն ինչ պետք է, մենք ամեն ինչը, ինչ ասեմ, ամեն ինչը ուզում ենք ամեն ինչ, սա էլ լավ, սա էլ լավ։ Դրա համար սիրելիներս լիստով գնացեք, հետո կողքից եթե բաներ եք գնում, արդեն դա ձերն է։ Առիթից ուզում եմ օգտվել եւ Սոնա ջան, բրասլետդ եմ այսօր դրել։ Շատ շնորհակալ եմ։ Գոհար ջան,
տվածը նվերը ականջողերը, ասեմ էլի բոլորին, և Հայաստան ջան, քո տված մատանին, իմ սիրուն աղջիկ, քեզ ցանկանում եմ առողջություն, համբերություն, դու պիտի հաղթահարես, դու պիտի հաղթես այդ չարաբաստիկին, այնպես որ մենք բոլորս քո հետ ենք։ Այ այդպիսի բան է, տեսեք ինչքան գեղեցիկ բան է տվել ինձ նվեր տվեց իմ Հայաստանը և նաև ինձ տվեց մի գեղեցիկ կուլոն իմ տարը մոռացա գծեմ դա։ Այնպես որ սիրելիներս ամեն անգամ ձեր նվերները գրելուց և ամեն անգամ նկարները նայելուց թեկուզ ոչ մի նվեր հիշում եմ այդ գեղեցիկ պահերը, որ մենք ունեցանք միասին Հայաստանում, Երևանում։ Այդպիսի բաներ ես բավականին ուշացել եմ, բավականին չէ, ինձ մնաց 3 րոպե չեմ սիրում ուշանալ, առաջինը կտեսնեմ իմ ընկերուհուն, հետո նոր արդեն մնացած գործերը կանեմ, մտնեմ դեղատուն մայրիկի դեղը վերցնեմ, արդեն 3 շաբաթ, 2 շաբաթ դեռ պետք է գնամ դեղատուն դեղը վերցնեմ։ Չարած, ինչ արած ձեր Անահիտը վազքի մեջ։ Այ Աստված իմ այն օրը մեկը գրել էր, վայ Անահիտ ջան, այնքան եմ կարոտել ենք անգամ քո այդ մեքենան վարելը, որ վախեցած բոլորը շունչներս պարած։ Հանգիստ, սնչեք, արտասնչեք երեխեք ջան, ես ինչ հրաշք կա դաշտավայրերը, խնդրում եմ նայեք մի հատ էլի, գեղեցկություն, սա յոգա է, մեկ ինձ ասում են Անահիտ գնա յոգայի, հենա յոգա է էլի, նայում ենք ու ներվերներս հանգստացում ենք, նրանք ովքեր ներվային հոգեկան հիվանդներ են, խնդրում եմ դիտել և եթե դա ձեզ չփրկի, խնդրում եմ ազատել դահլիճը ներվայինները, ասել մամային, խելոք մարդուն փրկի, անխելքի ոնց պիտի փրկի։ Մի հատ բան պիտի պատմեմ ձեզ երեխեք ջան, այն օրն եմ հիշել ինքն եմ ծիծաղացել, իմ ընկերուներիցս մեկը ասեց պարապմունքի ժամանակ չեմ ինչ ա եղել, աղջիկը, բան, տենց մարզիչ ջղայնացել ա, բան, ասեցի, լավ ա, պրծել քո աղջիկը, ուրեմն մենք Ծաղկաձորի հավաքների ժամանակ ժամը 7-ին սկսում էր մեր առաջին պարապմունքը, այսինքն վազք, կրոս, և անտարի միջով էինք վազում, ճիշտ ասած նախորոք մի 2 օր քայլում էինք Ծաղկաձորում, հետո նոր արդեն 3-րդ օրը սկսում էինք վազել, որ չէ որ բարձր է Ծաղկաձորը։ Ուրեմն պիստեր կար էլի, որ պիտի տենց վազենք, համերը մի ժամ պարապմունքներ տևում, վազում էինք ամբողջ այդ թխայ ա կոչվում, անտարի մեջ այդ քարքրոտը, տենց ջուրը գալիս ա եւ այլ։ Ու դե ես ձեզ չեմ թաքցնում ասեմ, ես ահավոր դժվար մարդ եմ, առավոտվա մարդ չեմ, առավոտը դե Ծաղկաձորն էս ցրտոտ է լինում, բայց էլի ինչ որ այա, տենց հելնում էինք առավոտը, որպեսզի մի 5 րոպե շատ քնեի, անգամ լրիվ հագնված էի քնում։ Դե պատկերացեք քնաթաթախ, խուր սենց ջղայնացած, Չոլախյանը մեկ ասում էր Հակոբյան, մա ծիծաղը սնֆատդ բացվի։ Ուրեմն այս պիստով վազում ենք, դե բնականաբար ես միշտ 40 րոպե մնացել եմ դահլիճում, այսինքն ինձ ոչ մեկ չի փոխարինել։ Եղել ենք մենք 3 հոգի, որ մենք միշտ դահլիճում ենք եղել, դե դուրս չենք եկել։ Ոչ, վազում ենք ու ինձ ջղայնացած ասում եմ, մթոմ ինչ, մեկա պիտի հեսա 2-րդ պարապմունքը 10-ից կեսա, 3-րդ պարապմունքը ժամի 4-ից կեսա, ու կամաց եմ վազում։ Այս մեծ ազգի ներկայացուցիչներից կան են, որ սենց կոմունիստական արագ վազելով բան վերջը, այ մարդ, առաջին օրը, 2-րդ օրը, 3-րդ օրն ասեցի, ով հա տեսնում անտարի մեջ, որ դու վազում ես, թե չես վազում։ Քո համար գնա մի հատ քար կտին դստի, հետո հետ կգաս։ Սկսեցին վազել երեխեք ջան, չնայած ասեմ ձեզ, որ խաղացողների մեջից կային շպիոններ, այս հետ գալուց ես միացա իրանց, տեղ ջուր էր, փոքրիկ ջուր էր, արվակների տիպ բան կար, լավ ջուրը լցրեցի մայքիս վրա, գլխիս վրա, ու հետ դառնալուց իմ համար վազում եմ ինձանից գո, մեկ էլ եկանք հասանք, արդեն Չոլախյանը 2-րդ մարզիչ է, Էդիկը, բոլորը կանգնած, արդեն սպասում են, որովհետև հետո արդեն սկսում էր ռազմինկան, էլի, որ մի 20 րոպե ամբողջ տենց ռազմինկա ենք անում այդտեղ բան, որ գայինք արդեն նախաճաշի, հետո մի քիչ հանգստանանք 2-րդ պարապմունքի։ Գլուխներդ ինչ ցավացն է։ Սիրելիներս ես բարձրանամ։ Չոլախյանն ասեց, լավ վազեցիր Հակոբյան, ասեցի, շունչա կտուր, շատ ասեցի, բանսես կրտնած ասեց, հիմարի տեղ ես դու ինձ տերել։
մի հատ հենց հիմա կռուկ ես տալիս ու վազում ես նույն ճանապարհով, ընկերաֆիկ, չկա ընկերաֆիկ, ասեմ, բայց ես վազել եմ, չխափես ինձ, ուրեմն պարզվում է երեխեք, այս մարդը տարբեր թփերի տակ մարդիկ էին կանգնած նայում մեզ, մի երկու հոգի կային էլի, կամ տենց ինչ որ մի բան ա եղել, կամ մատնել էին, վերջը տենց մրթմրթալով, բոլորը գնացին արդեն հյուրանոց, ռազմիկան նայեցին, ես երեխեք գնացի նորից այդ ամբողջ այդ 25 րոպեն վազեցի, հետ եկա ու եկանք Նախաճաշի, արդեն ու չհասցեցի լողանամ, ասես կգաս մի անգամից Նախաճաշի ջղայնացած, գնացի Նախաճաշի, նստեցի քիթ ու մռութով, ջղայնացած, խռոված, բայց խռով արագ հացկերա եկա ու դրանից հետո արդեն վախեցանք խալտուրա անելուց, տեսնում եք դիսցիպլինան, էդ էլ մեկ Չոլախյանի, լավ վազեցիր Հակոբյան, ասե հա շատ հոգնեցի, ասես, դե մի հատ հենց հիմա կռուկ ես տալիս ու գնում վազելու նորից, այդպիսի բաներ սիրելիներս, դե լավ հասա։ Դե ինչ սիրելիներս, մի փոքրիկ պատմություն, մի փոքրիկ հիշողություն, երբ որ ունենք մենք անցյալ, ունենք նաև ներկա։ Եվ գիտեք ինչն է ամենակարևորը, որ հիշենք միայն լավը, թողնենք վատը հետևում, որովհետև այդպիսի մարդ չկա, որ չունենա իր տխուր, վատ օրերը։ Դե ինչ սիրելիներս, այս գեղեցիկ բնության ներքո եւ ցանկանում եմ ձեզ բարի դիտում։ Եվ ցանկանում եմ, որ մի քիչ կտրվեք ձեր առօրյայից եւ միանաք Անահիտ վլոգ ալիքին։ Ցանկանում եմ, որ լինեք առողջ, սիրով, սիրեք մեկդ մեկիդ։ Այս ամեն ինչը ժամանակավոր է։ Եվ չմոռանաք լայքերը, եթե իհարկե ձեզ դուր է գալիս, ես ստիպողական ոչինչ չեմ սիրում անել, եւ գրանցվեք Անահիտ վլոգը, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ շատ, եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր համբերության համար, որ համբերատար սպասեցիք ձեր Անահիտի վերադարձին, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ, ու ինչպես միշտ ասում, պակա, պակա։